Սիրելի լրագրող ընկերներ, հարգելի քաղաքացիներ, այսօր Նարեկ Սամսոնյանի հացադուլի 11-րդ օրն է եւ մենք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի առջեւ ենք խորհրդանշական ակցիայով ցույց տալու համար, որ 11 օր շարունակ Մարդու իրավունքների պաշտպանը որևէ քայլ չի ձեռնարկել Նարեկ Սամսոնյանի հացադուլի առնչությամբ։ Հրապարակային որևէ հարտահայտություն հայտարարություն չի եղել, արտահերթ զեկույց չի հրապարակվել։ Որևէ մեկը ՄԻՊ-ի գրասենյակից Նարեկ Սամսոնյանին առ այսօր չի այցելել։ Վերջում 3 գիշերն եմ Նարեկին տեսակցել, երեկվա դրությամբ որևէ մեկը դեռ Նարեկ Սամսոնյանին այցելած չի եղել։ Մենք հայտարարում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մանդատի մեջ է մտնում Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունը։ Մենք չենք պահանջում որևէ քայլ իրականացնել, եկել ենք զուտ արձանագրելու, որ Մարդու իրավունքների պաշտպանը 11 օր շարունակ լռում է Հայաստանում աղաղակող ապօրինության առնչությամբ։ Էլ չենք խոսում նախորդ 2 ամսվա կալանքի մասին, որի վերաբերյալ հրապարակային բոլորից աչքի առաջ եղել է, թե ինչի համար են Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կալանավորված խոսքի ազատության համար։ Եվ ինչպես է նրանց կալանքը եւս 3 ամիս ժամկետով երկարացվել։ Այս հայտարարակ ապօրինության համատեքստում Նարեկ Սամսոնյանը դատարանի դահլիճում հայտարարել է անժամկետ հացադուլ եւ արդեն 11-րդ օրն է գտնվում է անժամկետ հացադուլի մեջ։ Ինչպես գիտեք, ինչպես պաշտպանները հայտնել են, Նարեկ Սամսոնյանը ունի նաեւ լուրջ առողջական խնդիր։ Բժիշկը ցուցել է նրան անհապաղ վիրահատական միջամտություն իրականացնել։ Եվ այս համատեքստում հաշվի առնելով թե հացադուլի հանգամանքը, թե նրա առողջական խնդիրը, մենք ահազանգում ենք, որ Նարեկ Սամսոնյանի առողջությունը վտանգված է։ Նարեկ Սամսոնյանը 11 օր շարունակ որևէ բան չի կերել, նրա օրգանիզմը հյուծվում է։ Դրան գումարվել է առողջական լուրջ խնդիրը, եւ այս երկու հանգամանքները իրար հետ գումարած լուրջ առողջական վտանգ են ներկայացնում նրա կյանքի համար։ Մենք այստեղ ենք արձանագրելու, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի լռությունը հավասարազոր է հանցակցության։ Մենք այստեղ ենք արձանագրելու, որ Նարեկ Սամսոնյանի առողջությանը եւ կյանքին սպառնացող վտանգի հետևանքները կրում են ինչպես Հայաստանի իշխանությունները, ինչպես Հայաստանի դատական համակարգը, այնպես էլ բոլոր այն իրավասու պաշտոնյաները, որոնք պետք է արձանագրեին, խոսեին, բարձրաձայնեին հարցի մասին, բայց մինչ օրս լռում են։ Եվ այդ շրջանակներում առաջնային մանդատ ունեցող Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։ Ձեր առջև է 11 օրվա սնունդ, որը կարող էր բազմապատկվել 2-ով եւ 3-ով, հաշվի առնելով, որ կարող էր դա տեղի ունենալ մարդու սննդակարգը միայն 1 անգամով չի սահմանափակվում, հա, 2-3 անգամով է սահմանափակվում։ Մենք այստեղ ենք ցույց տալու, թե ինչ հանգամանքներում է Նարեկ Սամսոնյանը բանտում, իդեպ նա իր առողջական խնդրի եւ հացադուլի պայմաններում իր գտնվում է պատժախցի պայմաններում։ Բոլորը տեղյակ եք, որ 3 կտրուկ վատացել էր Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը եւ նա տեղափոխվել էր Էջմիածին բժշկական կենտրոն։ Սա եւս լրացուցիչ հանգամանք չհանդիսացավ, որպեսզի ՄԻՊ-ը գեթ 1 տար արտահայտի, բարձրաձայնի։ Ուզում եմ խոսել ԿԿՀ-ի պատժախցային պայմաններում մարդու առողջությանը հնարավոր լուրջ վտանգների, սպառնալիքների մասին։ Երեք երբ Նարեկ Սամսոնյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, նրա պուլսը չափել են, այսպես ասած, ճնշումը չափել են եւ արձանագրել են, որ կարող է լինել նախաինֆարկտային վիճակ, բուժ հաստատությունը ահազանգել է շտապօգնություն։ Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը վատացել է ժամը 13:00-ի դրությամբ։ Շտապօգնությունը բուժ հաստատություն հասել է ժամուկես անց, 2:30։ Իսկ Նարեկ Սամսոնյանի հիվանդանոց հասել է ժամը 3-ի դրությամբ։ Այսինքն նախաինֆարկտային վիճակում գտնվող մարդուն 4 ժամ է անհրաժեշտ, որպեսզի նա քրեակատարողական հիմնարկից հասնի բուժ հաստատություն։ Խնդրում եմ պատկերացրեք, թե ինչ կարող է տեղի ունենալ քրեակատարողական հիմնարկում գտնվող ցանկացած անձի հետ, ով առաջնային բուժօգնությանը հասնում է վատ զգալուց հետո 4 ժամ անց։ Այս հանգամանքները դետալային կերպով ներկայացնում եմ, որպեսզի պատկերացրեք, թե ինչ կարող է տեղի ունենալ Նարեկ Սամսոնյանի հետ,
Հացադուլի 11-րդ օրը առողջական լուրջ խնդրի արկայության պայմաններում եւ այն բժշկական ապահովության բժշկական սպասարկման պայմաններում, որը հնարավոր է իրականացնել քրեակատարողական հիմնարկում։ Սրա մեղավորությունը բնավ քրեակատարողական հիմնարկինը չէ։ Սրա մեղավորությունը այդ թվում եւ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն է, որովհետեւ ի գիտություն հարգելի լրագրողներ, շաբաթ եւ կիրակի օրերին քրեակատարողական հիմնարկում կոնկրետ արմավիր քրեակատարողական հիմնարկի 1100 անձնակազմ ունեցող հիմնարկին սպասարկում է ընդամենը 2-3 բուժակ, ֆելշեր այսպես ասած։ Այդ օրերին բժիշկ 1100 հոգանոց հաստատությունում չկա։ Մի բան ասելիք չունի այս առումով։ Մի բան անելիք չունի այս առումով։ Կարող եք պատկերացնել, թե ինչ կարող է լինել մարդու իրավունքների Մարդու իրավունքների պաշտպանը ոչ միայն անելիք չի տեսնում Նարեկ Սամսոնյանի հացադուլի եւ դրա տապարողության առնչությամբ։ Հավանաբար տեղափոխվում են, որպեսզի իրենց ըստիչությունը իրականացնեն, հարգելի լրագրողներ։ Ժամը 12-ին մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում ընդմիջում է։ Նարեկ Սամսոնյանի 11 օրվա չկերակրվելիքը իրենց կուտեն իրենց ընդմիջման ընթացքում։ Եվ կուրս փորով կշարունակեն լռել Հայաստանում ապօրինությունների մասին, Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության հայտարարած բռնաբարության մասին, Հայաստանում առաջնային բժշկության խնդիր ունեցող մարդկանց նկատմամբ անտարբերության մասին։ Նորից հայտարարում են ժամը 12-ից մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում ընդմիջման ժամը, խնդրում եմ, վայելեք Նարեկ Սամսոնյանի չկերած 11 օրվա ուտելիքը, վայելեք, հույս ունեմ, ձեր կողքով այդ ուտելիքը իսկապես կգնա։ Հույս ունեմ, այդ ուտելիքը 11 օրվա չկերած ուտելիքը ընդմիջմանը դուք կվայելեք ամենայն մեծ բավականությամբ։ Միայն թե Դուք նկատեցիք, որ որևէ մեկը մենք գրասենյակից դուրս չեկա։